այդ բաների, տեսեք օրինակ Հայաստանում ինչ վիճակի մեջ է, հնան 2 անգամ մեծացել է, մարդկանց կենսամակարդակը իջել է, բանկերը 11 անգամ մեծացել է իրանց բանը եկամուտը։ $100 միլիոն դառել է 1 միլիարդ 100 միլիոն։ Բարեզբուն իմաստով ժողովրդին կեղեքել է, որ Նիկոլն ասում է, կեղեքելու։ Այսինքն տեսեք ինչ ցինիզմ է, էլի։ Բանկերը հարստացել են 11 անգամ եւ ոչ մի պրեֆերենցիա են խոսում, որտեվ իր կողքը վերընկած մի քանի բանկ ունեցող օլիգարխները վերընկած են կողքը գրում են ինքն դեբիլ է, խորհուրդ են տալիս, սրանք էլ քերում են ժողովրդին։ Օլիգարխների մասին։ Ուրեմն նախկին թալանչիները, այսպես ասած, որ կան, այդ իրանց գումարային իմաստով նախկին օլիգարխ ունի, մի երկու հատ է նորաճած օլիգարխ ունի Նիկոլը։ Բանկերի տերը։ Նախկին բոլոր այդ թալանի, այսպես որ վիճարկվում է, մոտավորապես 1.5 միլիարդ դոլարի փող է վիճարկում, չէ՞, որ թալանից է բանես կոմենտել հրապարտանումը խոսում է, չէ՞։ Հիմա միայն մենակ իր մի օլիգարխը մի տարում մեջ 1.5 միլիարդ դոլար փող է աշխատում։ Մենակ մի օլիգարխը։ Այսինքն, ասենց ասեմ ձեզ, այս մարդիկ մտովի պատկերացել են, որ նախկիներ այնքան փող են աշխատում, իրանք ասել են, որ մենք գանք իշխանության, անգամներով պետք է շատ փող աշխատենք։ Ես ասեմ ձեզ, հիմա ես համոզված եմ, իշխանությունը որ փոխվի, մեր ժողովուրդը կտեսնի, որ այս մարդիկ անես թալան են կազմակերպել։ Իմիջիայլով այդ հատուկ է անում, բայց